շնորհակալ եմ, որ եկաք տաղավար, թեմաները շատ են, սկսենք այս հարցից, այսօրվա առավոտյան ժամը 7-ին ԱԱԾ դիմակալորվածները ներխուժել են Մայր Հայաստանի գրասենյակ, այնուհետև առանց Անդրանիկ Թևանյանի իմացության խուզարկություններ են իրականացվել վերջին իսկ տանը, դուք գիտեք, թե ինչպես օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հանրաքարոզարշավի շրջանակներում բղավում էր, որ ինչ-որ լրտես է և հոդված են փորձում կարել պարոն Թևանյանի վրա, ես կխնդրեմ այս ամենի հետ կապված ձեր տեսակետը արտահայտել, ինչու են անցել այս շոուներին, պարոն Թևանյանն մի քանի անգամ շեշտել է և շեշտում է, որ այս իշխանությունն է իր պարագլխով, թուրքի պահած իշխանություն, շատ ավելի կոպիտ գնահատական էր տալիս, այո, իրական պետական դավաճանները իրականություն են։ Ընդ որում ըստ վերջին 6 օրը օրվա իշխանություններն ու հիմնականում քանի որ քարոզարշավում Փաշինյանն է բավականին կոշտ շեշտադրումներով, խիստ շեշտադրումներով խոսույթ է որդեգրել ավելին իրական Հայաստանի ներկայիս իրական Հայաստանի քաղաքացիների հետ ամիջական շփման հետևանքով Փաշինյանը հասկացավ, որ այն պատրանքային Հայաստանը, որը ինքը ստեղծել էր լրատվամիջոցներով, հեռավորության վրա մեծ հավաքներով, երաժշտական համերգներով որևիցե աղերս չունի այն Հայաստանի հետ, որում մենք ապրում ենք։ Որտեվ երբ գետնի վրա ինքը հանդիպում է փաստացի մեր երկրի քաղաքացիներին, որոնք արդարացիորեն հարցեր են բարձրացնում, որևիցե հարց, խնդիր, որը արծարծվել է Հայաստանի քաղաքացու կողմից ուղղված Փաշինյանին, անարդարացի չէ։ Եվ հետեւաբար այդ հարցադրումները Փաշինյանին շատ արագ հունից հանել են։ Ինչու՞։ Ես ասեմ ձեզ, որ 2018 թվականին, 2021 թվականին եւ այս համապետական ընտրությունների ժամանակ իշխանությունները 4 տեղեկատվական օրակարգեր են որդեգրել։ Կախված իրավիճակից այդ 4-ից առաջնահերթ ընտրվել է մեկը կամ երկուսը։ Եվ այսպես 2018-ին եւ 21-ին առաջնահերթ եղել են հին ու նոր էլիտաները կամ հին ու նոր իշխանությունները, այնուհետև Ղարաբաղցի հայաստանցի հակադրությունը, երրորդը կուլակաթափանել է օլիգարխներին եւ վերջում Ռուսաստանի դեմ խոսելը։ Այս 4-ն էլ այս կամ այն չափով որպես քարոզչական օրակարգեր եղել են 2018-ին եւ 21-ին։ Հիմա ինչով է ներկա ընտրարշավը եւ ընտրական արշավի ժամանակ իշխանությունների կողմից իրականացվող քարոզչությունը տարբերվում նախորդներից, այն որ այստեղ առաջնահերթը Ռուսաստանի դեմ խոսելն է։ Ինչու՞։ Նախ ոչ միայն խոսելը, այլև միջոցառումներ անելը, մասնապես մայիսի 4-ին 5-ին երկու մեծ գագաթնաժողով եւ մեկ պետական ամենաբարձր մակարդակի այցով Ֆրանսիայի նախագահի Հայաստանի Հանրապետություն։ Ինչու՞։ Որտեղ նախորդները սկզբունքորեն այլևս այն արդյունքը չեն կարող տալ, ինչ տվել են 2018-ին հիմնականում եւ 2021-ին։ Այլևս Արցախը չկա եւ Ղարաբաղցի հայաստանցի հակադրությունը սկզբունքորեն չի աշխատում, հին ու նոր չի աշխատում, որտեվ այսօր իշխանության ղեկին տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում փոխնախարարներ, վարչության պետեր, կոմիտեների նախագահներ, դրանք ներկայացնում են, այդ թվում նաեւ քաղաքպայմանագրի կուսակցության ղեկավար կազմում նախկինները։ Մեծ հաշվով նույնիսկ եթե ավելի անկեղծ եւ անաչառ լինենք, նույն Փաշինյանը ինքը հիների լավագույն ներկայացուցիչներից մեկն է, ուղղակի որոշակի գունավորումով։ Երրորդ օլիգարխիկ համակարգը, որը Փաշինյանը խոստացել էր ոչնչացնել, բացառել, կոռուպցիա պետք է չլինի եւ այլն, բնականաբար այն գլխից պարզ էր, որ դա իրականանալի չի, որովհետեւ կոռուպցիան եւ օլիգարխիկ համակարգը դա կառավարման գործիք է, ընդ որում այդ կառավարման գործիքի ղեկավարման վահանակը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս։ Սովորաբար օլիգարխիկ համակարգը կառավարվում է երկու պետության կողմից՝ Միացյալ Նահանգներ, Բրիտանիա, այսինքն Վաշինգտոն եւ Լոնդոն եւ այդ երկրների օֆշորներում են գրանցվում ցանկացած երկրի օլիգարխիկ համակարգի ներկայացուցիչների ունեցվածքը, անշարժ շարժական գույքը, ակտիվները։ Եվ հետեաբար
ոչնչացնել դա նշանակում է ընդհանրապես սկզբունքորեն այդ երկրները, մասնավորապես եթե խոսքը Հայաստանն էր վերաբերում, արտաքին կառավարումից դուրս դնել, խոսքս տնտեսական կառավարման մասին է։ Այդպեսին չի անգամ Ռուսաստանը։ Այդպեսին է մի քանի պետություն, որոնք այս կամ այն ձևով գտնվում են պատժամիջոցների եւ շրջափակման մեջ։ Մեկը Իրան Իսլամական Հանրապետությունը, մյուսը Հյուսիսային Կորեան, անգամ Ռուսաստանը եւ Չինաստանը այդպեսին չեն, այնտեղ կա օլիգարխիկ համակարգ, ուղղակի նրանք այլևս չեն կարողանում այն եղանակը ստեղծել, որ ստեղծում են, բայց իրենց կշռով ֆինանսական հնարավորություն եւ այլն դեռևս առկա են։ Ուստի եւ հիմա արձանագրում ենք, որ Հայաստանում իրականացվում է Ռուսաստանի դեմ պետական մակարդակով քարոզչություն, գործողություններ, ընդ որում այսօր դրա վերաբերյալ հետաքրքիր ձևակերպումներ տվել էր նաեւ Պետդումայի նախագահ Վլադիմիր Վիաչեսլավ Ալուզինը Հայաստանի պահով, ուստի եւ այստեղ պետք է հետապնդվեն մարդիկ, որոնք այս կամ այն ձևով հալածյալ են դառնում, որովհետեւ գաղափարական առումով համախոհ են եւ Ռուսաստանի կողմից վարվող քաղաքականությանը, իհարկե առաջնային որպես Հայաստանի շահը դիտելով, այդպեսին է նաև Անդրանիկ Թևանյանը եւ իր կուսակցության շատ անդամներ, որոնք չեն թաքցնում, որոնք մի քանի անց եղել են Դոնեցկում, Լուգանսկում, հայ համայնքի հետ են հանդիպել, հումանիտար օգնություն են տալել եւ դա գաղտնի չի եղել, դա ամեն ինչ նկարահանվել է եւ այլն։ Ես կարծում եմ, որ չեմ բացառում, որ իր անձի ընտրությունների քարոզարշավի ժամանակ հետապնդումը միգուցե եւ առաջնահերթ եւ ուղղակիորեն կապ ունի հենց այդ հանգամանքի հետ, հաշվի առնելով թե ինչպես ընդունվեց Ուկրաինան դեպի ավերում եւ կործանում տանող նախագահի ստատուս չունեցող, բայց նախագահ աշխատող ռեժիմի պարագլուխ Վոլոդոմիր Զելենսկին ընդունվեց Հայաստանում եւ Անդրանիկ Թևանյանը եզակիներից է, որը նման արարք արել է։ Ես կոնկրետ չեմ հիշում, կուսակցության ղեկավար, որը գնար այցելեր, հանդիպեր այդ մարզերի հայ համայնքի հետ կամ հումանիտար օգնություն տաներ եւ սկզբունքորեն ինչ վատ պատճառ ու պատրվակ է հետապնդման ենթարկելու։ Առավելս որ տարբեր աղբյուրներ, այդ թվում մի նախարար կա, որը վերջերս հայտարարեց, որ Հայաստանից զենք է արտահանվում, վաճառվում, այդ նորագույն տեխնոլոգիաների քաղաքապայմանագրի կարգառու ներկայացուցիչներից մեկը։ Ես չեմ բացառում, որ ասենք Հայաստանն ընդ որում արտադրում է անօթաչուներ, այդ անօթաչուները Ուկրաինայի համար խիստ կենսական են եւ եվրոպական երկրներ հիմնականում Ուկրաինային վաճառում են անօթաչու թռչող սարքեր։ Ես չեմ բացառում, որ Հայաստանը եւս նման ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր է կնքել Ուկրաինայի հետ եւ պարզ է, որ Ռուսաստանի թշնամի պետության հետ ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր կնքելը նշանակում է դաշնակցել գետնի վրա գործնականում Ուկրաինայի հետ ընդդեմ Ռուսաստանի։ Պարոն Ապետյան, այս ամեն ինչ ամեն դեպքում վախից դրդված է նաև իրականացնում, թե վախի մթնոլորտ է ուզում ստեղծել։ Երկուսն էլ կա, ընդ որում մեկը մյուսով պայմանավորված է։ Իմ տվյալներով Փաշինյանը բավականին այդպես երանության մեջ է եղել, երբ իր կուսակիցները որոշ ծառայությունների ի պաշտոնե ղեկավարներ, որոնք հանրապետությունում ներքաղաքական իրավիճակի գնահատման, մարդկանց վերաբերմունքի ընտրությունների ժամանակ համապետական որ քաղաքական ուժընծային կտային, իրեն բավականին այդպես լավ գույներով են, վառ գույներով են ներկայացել իրավիճակը եւ այստեղ ամենայն հավանականությամբ վերջին մեկ շաբաթում Փաշինյանը առերեսվել է այլ իրողությունների հետ, այն է Փաշինյանի վարկանիշը Երևանում, մարզկենտրոններում, քաղաքներում եւ գյուղական բնակավայրերում կտրուկ անկում է ապրել ի համեմատ 2021 թվականի ցուցիչների եւ հանրային ակտիվությունը բավականին բարձր է, ինչը ենթադրում է, որ եթե հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետությունում համապետական ընտրություններում մասնակցությունը լինի այնքան, որ
տարբեր փորձագիտական, մասնագիտական գնահատականներով 1.400.000-ից 1.500.000 եւ այն իրավիճակը, որ այսօր է, սա նշանակում է, որ Փաշինյանը առավելագույն կարող է հավաքել մոտ 30%, օգտագործելով իր ենթակայությամբ ամբողջ վարչական ռեսուրսը, մեր երկրի քաղաքացիների մասը, որոնք կամ չգիտակցելով կամ ուղղակի շահ ունենալով ձայն են տալու քաղաքապայմանագրին, ակնհայտ է, որ այդպես է, եւ բարի գալուստ Թուրքիա ապահովել Հայաստանում եւ Ադրբեջան, ապա տոկոսը բավականին ցածր է, անգամ 30%-ից ցածր է։ Իսկ սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ Փաշինյանը սրա մասին իրազեկվելով ներքին անդորը խաղաղությունը միանգամից կորում է եւ ներքին ագրեսիան է սկսում գլուխ բարձրացնել։ Այն որ տարբեր հարթակներից ասում էր բոլորից սիրում եմ, այդ բառի իրական էությունը այն է, որ քաղաքացիների հետ ամիջական շփման ժամանակ ինքնատիրապետումը, որը իր մոտ բավականին դեպ ասեմ բարձր է միշտ եղել, եթե դրա կարիք եղել է, ապա այստեղ միանգամից պորտկում է վիրավորական խոսքեր է ասում եւ հիմնականում իքական սերի ներկայացուցիչներին, որոնք ընդհանրապես հարցեր են տալիս եւ կորուստների համար որոշակի մեղադրական շեշտադրումով դիմում են իրեն։ Այստեղից հետեւություն, որ իրավիճակը լավ չի եւ իրողությունների հետ շփվելը Փաշինյանին բերում են այս ներքին ագրեսիվության։ Մեկ, երկրորդ, վախի մթնոլորտը սովորաբար ինքը կառավարելի է իշխանությունների կողմից, եթե կարողանում ընդհանրապես ցանկացած վախի մթնոլորտ ինքը լրջագույն գործիք է իրավիճակի վրա էական ազդեցություն ունենալ կամ վերահսկելի պահել։ Այո, այդ վախի մթնոլորտը հիմա համատարած խուզարկություններ, ձերբակալություններ, այդ թվում Արտուն Գրիգորյանի Գյումրիում արգրավել են հեռախոս, համակարգիչներ, 3 հիմնական քաղաքական ուժերի տարբեր գրասենյակներում խուզարկություններ, ձայնագրություններ, Հայաստանի օրվա իշխանությունները լցվել են միգուցե մի քանի հազար մարդու հեռախոսների, ուրեմն գաղտնալսումով, որ պահին, որ ինչ-որ գումարի խոսակցություն է լինում, ընդ որում սկզբունքորեն բարդ չէ այդ գումարի խոսակցությունը նույնիսկ սարքել։ Այսինքն ներդրվում են գործակալներ, այս կամ այն այդ իմ նշած 3-7-17 քաղաքական ուժերի շտաբներում հեռախոսային խոսակցություն են ունենում, ինչ-որ գումարի հետ կապված, մեկը մեկին ասում է ինձ այսքան գումար են տալիս, փոխանցի քաղաքացուն, արժի յուրաքանչյուր քաղաքացի այսքան, ընդհանրապես խոսակցություն։ Եվ այդտեղից դա արդեն բավարար է, որպեսզի որոշակի ժամանակով այդ քաղաքացիներին, որոնք իրենց գործակալներն են եւ նրանց ում կարողանում են այդ անձինք ներքաշել այս գումարային պատմությունների մեջ։ Ես կարծում եմ, որ սա հենց այնպես չի արվում, այստեղ միայն ըստ իշխանությունների դա կանխարգելիչ չի, այս բացահայտումների շարքը, երբ հետազոտությունները, սոցիալական հարցումները պարզել որ իսկապես Փաշինյանի վիճակը նախաշեմին հունիսի 7-ի 1, 2, 3 օր առաջ շատ ծանր է, ես չեմ բացառում, որ ուղղակի ստեղծվի վիճակ, որ 1-2 հիմնականում անցողիկ շեմը ապահովող դաշինք կուսակցությունների հնարավորությունը մասնակցել ընտրություններին արգելվի, ուղղակի արգելափակվի այնպես ինչպես դա եղավ Մոլդովայում։ Ես ուղղակի ես նկատի ունեմ, երբ փակի ենթադրենք, ասենք ուժեղ Հայաստան կուսակցության հնարավորությունը մասնակցել ընտրություններին։ Իդեպ Մոլդովայում եղավ 2 ընդդիմադիր կառույցներ, 2 օր առաջ ընտրություններից արգելվեց ինչ որ պատրվակով։ Ես կարծում եմ, որ այս ընտրակաշառքների եւ դրսից եկած գումարների, այլ ցակում ունեցող գումարների եւ այլն, այդ հիմնավորմամբ հիմա քարոզչական հող է նախապատրաստվում։ Էական չի, այստեղ էական չի, կեղծակեղծ չի։ Ես նորից եմ ասում, անգամ այդ գաղտնալսումները, որ արում են, սկզբունքորեն չի բացառում, որ մի մասը կամ հիմնական մասը իրենց գործակալական ցանցն են անում, ձայնագրությունը կա, եւ դա
հիմնավոր պատճառ դառնա, ասենք տասնյակ, հարյուրավոր, հազարավոր նման դեպքեր եւ իրենք արգելում են։ Ասենք 3 ուժից 3 հիմնական անցող չեմը հաղթարող ուժերից երկուսին արգելում են, ինչ է կարծում, այստեղ կապ չունի, որ քաղաքացին գնալու է ընտրության, բայց կազմակերպված ուժ, որը քարոզություն է անում, որի դիտորդները իդեպ վստահված անձինք ընտատեղամասերում էական նշանակության գործ են անելու, հիմա իրենք չեն կարող, եթե դու ընտրարշավից հանում ես ուժին, այդ ուժի բնականաբար նաև ներկայացուցիչները չեն կարող ունել։ Ես չեմ բացառում սա, իսկ եթե անգամ իրենց մոտ հաշվարկ լինի, որ անգամ այդ հանելը իրենց մոտ կարող է եւս պարտության որոշակի արդյունք գրանցվի, ապա ինչ որ արարք կարող են անել Հայաստանում արտակարգ դրություն մտցնելու, դա ոչ առաջին անձն է, երկրի ղեկավարի պարտականությունը կատարող անձը, ոչ էլ վերջինն է, որ արհեստական ինչ որ բաներ են սարքում, արտակարգ դրություն են մտցնում, օրենքով էլ էս վերջերս իդեպ իրավական ակտ չեն ընդունեցին, որ անգամ արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ ընտրությունների արդյունքները չեղարկվում են, ինչի համար դա արվեց։ Դա իրենց գիշերը եթե 2-ին, 3-ին, 4-ին արդեն պարզում է, որ իրենք պարտվել են, ինչ որ մի սադրանք ներսում կամ սահմանի եւ դա հիմք կտա արտակարգ դրություն մտցնելու, իսկ որ Ալիևի Էրդողանի թեկնածուն Փաշինյանը կարծում եմ այսօր մանգապարտեզի սանիկներն էլ գիտեն։ Պարոն Ապետյան, ձեր խոսքի սկզբում ասացիք, որ հիմա Նիկոլ Փաշինյանը հետևողական քայլեր է անում ընդդեմ Ռուսաստանի, բայց այսօր Նիկոլ Փաշինյանը ասուլիսի ժամանակ հայտարարում է Ռուսաստանի գերտերությունը, մենք վատ հարաբերություններ չենք ունեցել, չենք ունենալու, հարաբերությունների սրման չենք գնալու, խոսել է, որ Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազը չի կարող թանկանալ, քանի որ Հայաստանն ու Ռուսաստանը դրա հետ կապված ունեն գործող պայմանագիր, բայց նաև այս ամենին զուգահեռ մենք տեսնում ենք, երեք մենք տեղեկությունը տվել էինք մեր աղբյուրներին հղում անելով եւ այսօր հաստատվեց, որ այլևս նաև սահմանափակումներ են լինելու Հայաստանից Ռուսաստան մատակարարվող գյուղմթերքների վերաբերյալ։ Հայաստանից ոչ միայն ծաղիկների, այլև միրգ բանջարեղենի մատակարարումների հետ կապված խնդիրներ է արձանագրվում, հայտարարվել է Սերգեյ Դանկվերտի կողմից։ Ուրեմն նախ ձեր 3 հարց տվեցիք, ուրեմն առաջինը Ռուսաստանի կեցվածքի հետ կապված հակառուսականության, որտեղ Փաշինյանը ասում է, որ փայլուն հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ։ Այս են հին անեկդոտն է խորհրդային տարին է հիշեցնում, երբ տարիքով տղամարդը այդպես գլուխ է գովում իր առնականության մասին, հարևանը այդ նույն տարիքի իրեն վատ է զգում, կնոջ ասում է, գիտես, ասում է այսպես, ասում է դու էլ ասում է, հո չարեցիր, ասեցիր, հիմա Փաշինյանն էլի թողաս ինչ է եղել, հո դրանից իրականությունը չի փոխվում։ Իսկ իրականությունը այն է, որ Ռուսաստանի հետ Փաշինյանը առավելագույն հարաբերությունները վատթարացնում է եւ գործնականում է վատթարացնում, ասելով չի։ Օրինակ եմ բերում Ռուսաստանի հետ հարաբերությունները, ասում եմ մենք գազի կնքած պայմանագիրը ենթադրենք մինչև 2026-ի դեկտեմբերի 31-ն է տեսականորեն։ Բայց նույն Հայաստանը հանդիսանալով հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ ունել պարտավորություններ եւ ունի պարտավորություններ։ Հիմա Հայաստանը այդ պարտավորությունները չի կատարում, որի անունը դրել է սառեցում, որը կանոնադրության մեջ հապկի սառեցում հոդված, որ ինչ է նշանակում չկա։ Գործնականում Հայաստանը վիժեցնում է հապկի գործնեությունը իր չմասնակցությամբ, ոչ նիստերին, գագաթնաժողովներին, քննարկումներին, զորավարժություններին եւ այդպես բոլոր միջոցառումներին։ Փաստորեն Հայաստանը վիժեցնում է հապկի գործնեությունը այնքանով որքանով։ Եվ հիմա եթե ասում է, որ կամ կարգն է այդպես ԵԱՏՄ-ից դուրս գալու կարգի մեջ Հայաստանը եթե արգելանք վետո է դնում, ապա այդ օրակարգից դուրս է հանվում այդ թեման։ Հա բայց նույն ԵԱՏՄ-ի անդամ երկրները, Մաքսային միության անդամ երկրները կարող են իրավական այլ գործընթացներ սկսել Հայաստանի վրա լրջագույն ճնշումներ առաջացնելու։ Ակնհայտ է, չէ, որ ասում է փայլուն է, լավ, փայլուն է Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց գնահատականները եւս այդ փայլուն հարաբերությունների մասն է խոսում։ Օրինակ Պետդումայի նախագահի, արտգործ նախարարի, փոխվարչապետի, փոխարտգործ նախարարի, հա, դրա մասն է խոսում։
Կարծում եմ լրիվ հակառակ բանի մասն են, չէ՞ խոսում։ Առայլս օրինակ նման գնահատական տվել է Վիաչեսլավ Վալուդինը այսօր։ Հարաբերությունների վատթարացման, այդ թվում նաև տնտեսական եւ այլն եւ այլն։ Հիմա ինչ վերաբերվում է Ռուսաստանի կողմից իրականացվող քայլերին, բազմաթիվ զգուշացումներ արվել են։ Ես կարծում եմ, որ վերջին զգուշացումը արվեց ապրիլի 1-ին Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ։ Հրապարակավ անթաքույց ի ցույց դնելով Ռուսաստանի նախագահի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների մեջ տնտեսական վեկտորի բականին բարենպաստ վիճակը Հայաստանի համար, որը կարող է փաստացի վատթարնել, սկսած գազի գնի կտրուկ անկումից, բարձրացումից, ասենք առնվազն 3.5 անգամ տարբերություն կա, ռուսական կողմը իր ներքին սպառման գներով է վաճառում, ռուսական շուկան, իդեպ 3 թիվ ասեմ, որը շատ հետաքրքիր թիվ է եւ դրա մասին մեզ լսողներ հիմնականում գյուղմթերք արտադրող կամ վերամշակող փոքր միջին բիզնեսով զբաղվող անձանց համար հետաքրքիր, ուրեմն 2025 թվականի տվյալներով Հայաստանից արտահանվող գյուղմթերքի 98%-ը սպառվել է միայն Ռուսաստանում։ Սա ինքնին ցուցիչ է, 98%, ԵԱՏՄ չէ, միայն Ռուսաստան։ Հաջորդը ոգելիչ խմիչքների եւ որոշակի գյուղմթերք, միրգ, բանջարեղեն վերամշակված արտադրանքի սպառումը 78%, եւս Ռուսաստան։ Եվ երրորդ ցուցիչը ապրանքաշրջանառությունը Հայաստան-Ռուսաստան, Հայաստանի համար 38%, երբ որ եվրոպական բոլոր երկրների միասին վերցած ապրանքաշրջանառության մեջ հարաբերությունները եվրոպական երկրների ընդամենը 10%։ Իսկ մենք պատկերացնում ենք ինչ ասել է Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի տնտեսական, քաղաքական, ռազմական վեկտորի փոփոխությունը եւ Ռուսաստանի հետ բարի դրացիական եւ ռազմավարական դաշնակցությունը փոխելը մեր երկրի քաղաքացիների վրա եւ պետության վրա ինչ է նստելու։ Բավականին ծանր հետևանքներ։ Եվ իսկապես պատկերացեք շուտով հիմա Ծիրանի հսկայական բերք է Հայաստանը հիմնականում նաև որպես միրգ արտահանող երկիր Ծիրանն է։ Եթե շուկան փակվեց, սկզբունքորեն Հայաստանի քաղաքական ղեկավարության կործանար սխալ որոշումների հետևանքով մեր գյուղացիները ինչ վնասներ են կրելու։ Եվ դա վերաբերում է ոչ միայն Ծիրանին, ուղղակի շուտով Ծիրանի սեզոնն է մոտենում։ Սա նշանակում է, որ Հայաստանի կողմից իրականացվող քաղաքականությունը առաջ ներթին հարվածելու է ոչ ավել ոչ պակաս Հայաստանի Հանրապետության գյուղմթերքի արտադրությամբ զբաղվող անհատներին, հիմնականում գյուղացիներին եւ ֆերմերներին եւ վերամշակող խմիչքի արտադրությամբ զբաղվող ուրեմն գործարարներին։ Սա ինձ բխող բոլոր տխուր հետևանքներով։ Դուք պատկերացնում եք ինչ ասելա գազի գնի ենթադրենք թանկացումը այն չափով, ինչ եվրոպական երկրներն են տալիս կամ մի փոքր ավելի պակաս։ Սա նաև հարված է մյուս արտադրողներին, որտեղ սկզբունքորեն գազը որոշիչ դերակատարում ունի արտադրություն կազմակերպելու համար եւ նաև վերաբերվում է Հայաստանի շարքային քաղաքացուն, որը կոմունալ վճարների, ապրանքի գնի, սննդի ինքնարժեքի կտրուկ բարձրացում է Հայաստանում տեղի ունենալու եւ բնականաբար հարվածելու է յուրաքանչյուրի ընտանեկան բյուջեին։ Եվ այս կոլապսը ինչի համար է, այսինքն ինչի համար է սա անում։ Ալնու որ Փաշինյանը հայտարարում է մենք ինքնիշխան ենք։ Այդ եվրոպական շուկան է մեզ սպասում, եվրոպական շուկան սովորաբար եվրոպացիները իրենք են շուկաներ նվաճում, իրենց շուկաները 100%-ով փակելով, որ որևիցե այլ երկրի արտադրանք այդ տարած չմտնի։ Կամ եթե էլ մտնի այն օլիգարխների, որը իրենց օլիգարխներն են։ Այդ շահույթները ստացած եկամուտը եւ այլն մնալու է այդ երկրում գրանցված բանկերում հաշիվների վրա եւ աշխատացնել է այդ երկրի տնտեսությունը։ Ուստի եւ հունիսի 7-ին Հայաստանի ցանկացած քաղաքացի ընտրություն կատարելուց առաջ միշտ պետք է իմանա,
շատ բնական Ռուսաստանը տնտեսական, քաղաքական, անվտանգային, մշակութային, հումանիտար բոլոր առումներով մեր բնական դաշնակիցն է։ Դաշնակիցը նաև Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Այսինքն մենք ունենք այսօր բազմաբևեռ աշխարհը դե ֆակտո կայացած մեր 3 բևեռներ, ես կարծում եմ, որ այստեղ արդեն Իրանը եւս հայտ է ներկայացնելու որպես բևեռ, 4 բևեռներից 2-ը մեր հարևաններ են, որոնց հետ մենք ունենք նորմալ հարաբերություններ։ Եվ գինը որն է այդ հարաբերությունների վատթարացման եւ նոր գործընկերներ գտնելու։ Գինը Միացյալ Նահանգներ եւ Թուրքիա-Ադրբեջան։ Ինչի համար, որ ինչ։ Անտրամաբանական է այդ պետությունների հետ քո տնտեսական հարաբերությունների կառուցումը ամբողջովին լծվելով այդ պետության կառավարման տնտեսական առաջնորդին կառավարման ներքո ինչ ենք մենք ստանում բացի կորուստներից իսկ եթե դանել ավելացնենք Ադրբեջանի նախագահի հավակնոտ հայտարարությունները տարբեր ամբիոններից այդ թվում նաև ամենաբարձր ամբիոնից որն է ՄԱԿ-ի ամբիոնը Արեմեցյան Ադրբեջանը կյանքի կոչելու եւ 300,000 նախնական իսկ Ալիևի վերջին հայտարարությունը անցյալ տարի սեպտեմբեր 20-20-ին թե 25-ին ՄԱԿ-ի ասամբլեայի 80-րդ նստաշրջանում 1 միլիոն ադրբեջանցիների վերադարձ։ Այսինքն Հայաստանը ինչ է ստանում, ո՞րն է տրամաբանությունը։ Տրամաբանությունը մեկն է, Հայաստանը կորուստից բացի ոչինչ չի ստանում, Հայաստանի քաղաքացին կորուստից բացի ոչինչ չի ստանում։ Իսկ ինչու է, եթե այդպես է, ինչու է օրվա իշխանությունները նման քաղաքականություն որդեգրել։ Մի պարզ պատճառով, որ իրենք ունեն պարտավորություններ Ադրբեջանի, Թուրքիայի, Բրիտանիայի, մի ժամանակ միգուցե Միացյալ Նահանգների դեմոկրատական կուսակցությունից տարբեր բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ասենք փոխնախագահ, ԿՀՎ-ի ղեկավար, պետքարտուղար եւ այլն, ունեն պարտավորություններ։ Մեկ, երկրորդ, Եվրոպան, Հարավային Կովկասը, Եվրամիությունը դիտում է որպես Ռուսաստանին հարավային ուղղությամբ անհրաժեշտության պայն իսկ դա պատրաստվում է ռազմական գործողություններով խնդիրներ առաջացնելու որպես տարածք եւ 3 պետություն, այդ թվում նաեւ Հայաստանը։ Այնպես որ Հայաստանի ապագան կլինի Ուկրաինա եւ որի մասին Ռուսաստանի նախագահը անթաքույց մեր երկրի քաղաքացիներին հրապարակավ ասեց ապրիլի 1-ին։ Ասեց նաեւ երբ իրենց մոտ զորավարժություններ էր, 2 օր է արդեն միջուկային մարտագլխիկներով հրթիռների մեծ զորավարժություններ է, ամենամեծը երկիր մոլորակի որևէ պետության կողմից իրականացվող։ Ասվեց, որ Ուկրաինան եւս սկսեց Եվրամիությանը անդամակցելու գործընթացից եւ որտեղ է Ուկրաինան հիմա օրվա իշխանությունները մեզ բերում են այդ վիճակի։ Այսինքն մենք դառնալու ենք գործիք, մեր երկրի քաղաքացին զինվորականը դառնալու է մարտի դաշտում Ռուսաստանի դեմ կրվող զինծառայող, որտեվ Եվրոպայի ծրագիրն է դա։ Փաշինյանը լինի, ով լինի, եթե դու Եվրոպայի հետ արդեն ունես պարտավորություններ համաձայնագրերի տեսքով, գրված ու չգրված, հայտարարված ու չհայտարարված, դու արդեն այդ գործընթացի մեջ ես։ Ուստի մեր երկրի քաղաքացին պետք է իմանա ամսի 7-ին ինքը ուզում է ունենալ այնպիսի Հայաստան, որի վերջաբանը լավագույն դեպքում Ուկրաինա է, այս վատագույն դեպքում Հայաստանի չգոյություն։ Եթե ուզում է, թող գնա Փաշինյան Նիկոլին ընտրի, խնդիր չկա։ Բազմիցս այդում նաև դուք խոսել եք այն մասին, որ իրականում այս իշխանության քայլերը տանում են նրան, որպեսզի ըստ էության հայ ժողովուրդը նախ Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն այլևս գոյություն չունենա եւ հետագայում էլ արդեն շատ է խոսում 300,000 ադրբեջանցիների Հայաստան գալու մասին։ Ինչ է ասել այսօր Նիկոլ Փաշինյանը, որ ինքը երաշխավորում է, որ իր իշխանության օրոք Հայաստանում ադրբեջանցիներ չեն վերաբնակեցվի։ Ինչին օրինակի պատասխան Սամվել Կարապետյանն էլ ասաց, դե թող Ալիևի Ազիզ Արևով, ասաց ես անգամ համաձայն եմ, թող Սաֆարովի Ազիզ Արևով երթվի, որ նման բան չի լինելու։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը եւ լավ, այս մասով պատասխանեք, հետո Փաշինյանի որևիցե գնահատական կարևորագույն թեմաներին առնչվող այդ թվում նաև ադրբեջանցիների վերադարձի լումայի արժեք չունի։ Ինչու։ Հիշեցնեմ 2018-19 թվականից Փաշինյանի բոլոր գնահատականները Արցախի հետ կապված, Արցախի իրավունքի պաշտպանության հետ կապված, մեր բանակի հետ կապված
2021-ին կորցած տարածքները հետ բերելու հետ կապված ասում էր չէ այդ հայտարարությունները տասնյակ խոսքեր ա տվել մոտավորապես ենթատեքստը հորս արևով եւ որը կյանքի կոչվեց Արցախը Հայաստանը եւ վերջ հետո Շուշին դժգույն դժբախտ քաղաք է եւ այլն չի կարելի հավատալ այդ մարդուն ես ավելի շուտ իրեն հաշվելը շատ հեշտ է ինչ ասում է տրամագծորեն հակառակ հասկացեք կարևորագույն թեմաներով ինքը քարոզչական հող է նախապատրաստում եթե ասում է Ռուսաստանի հետ հարաբերությունները շատ լավ են փայլուն են ուրեմն շատ կտրուկ վատանալու են եթե ասում է 300,000 խոսք եմ տալիս որ չեն գա ուրեմն վստահաբար 101%-ով իմացեք ինքը խոսք ատվել որ 300,000 չի ավելն են գալու այսպես իրեն հաշվել այդ առումով հեշտ է այսինքն ինչ Ալիևի եւ Ադրբեջանի շահն է կապ չունի Փաշինյանն ինչ է ասում մենք դի գնահատենք որ Փաշինյանը պարտավորված է այդ շահը սպասարկելու եւ վերջ շատ դյուրին է իրավիճակը գնահատել եւ հաշվել Պարոն տեսեք ինքը աչ ու ձախ բղավում է շպիոններ սլակներն ուղում Ռուսաստանի վրա եւ այսօր նորից ասում որ Ռուսաստանի հետ հարաբերությունները չեն վատթարանալու ես կխնդրեմ այս մասով ձեր տեսակետը եւ նաեւ այսօր նույն ասուլիսի ժամանակ ասել է այսօր էլ լրտեսներ կան որ մենք գիտենք որ լրտեսներ են իրենք չգիտեն որ մենք գիտենք հայտարարել է Փաշինյանը որ բային ճիշտ համարեն գործողություն անել, անում ենք այդ գործողությունը։ Ես կխնդրեմ այս մասով ձեր տեսակետը եւ նույն պարոն Թևանյանի հետ կապված, պարոն Թևանյանը ինքն էլ արձագանքելով, երբ առաջին անգամ բղավում էր Նիկոլ Փաշինյանը ամբիոնից, որ Անրանիկ Թևանյանը պետական դավաճան է լրտես է, ասաց Թուրքի բաց իշխանության պարագլուխը դուք եք, պետական դավաճաններն ու իրական լրտեսները դուք եք ու ձեր մեջ փնտրեք։ Մեզ սկզբունքորեն ի՞նչն է ոչ հիմնավոր ասել պարոն Թևանյանը 23 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախ Ադրբեջան ճանաչողը ստորագրողը Փաշինյան Նիկոլն է, թե Անդրանիկ Թևանյանն է եղել։ Փաշինյան Նիկոլն է եղել, չէ։ Հայաստանի Հանրապետության տարածքներից օտարվել է Ադրբեջանին առանց հանրակրվեի։ Տարածքներ, որտեղ կառավարության առընթեր կադաստրի պետական կոմիտեն տվել է սեփականության իրավունքի վկայականներ։ Որը պետական դավաճանություն է ցանկացած տարածքի հանձնում հիմա ոնց գնահատենք ով է պետական դավաճանը հայտնի ասացված կա գողի ինքն է առաջինը բղավում բռնեք գողին եթե մի քիչ այսպես լուրջ թափտանք գործակալների առումով երբ որ այդպես խոսում է իր շրջապատից որ թափտանք ամեն 2-ից 3-ը ոչ թե 3-ից 2 ամեն 2-ից 3-ը գործակալ կարող է դուրս գան հավաքագրված դեռևս 1998-99 թվականներին Սորոսի ասեղի վրա նստելով իսկ այնտեղ պատական ներարկումներ չէին անում իդեպ ասեմ Հայաստանում Սորոսի առաջին երիտասարդական հրապարակային կառույցի ղեկավարներից մեկը եղել է Փաշինյան Նիկոլը հիմա անունով իր առաջին գլխավոր խորհրդական Արսեն Խարատյանի հետ միասին Այդ երևի տեղը չի բերում։ Ես դրա համար եմ ասում ժողովրդական ասացված կա գողը ինքը առաջինն է բղավում բռնեք գողին։ Ու վերջ։ Դե հիմա վաղը ասելու են, հիմնավորելու են, ինչի մասնա խոսքը։ Իդեպ օրինակ իր արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի վերաբերյալ ասվեց չէ գործակալ լինելու հանգամանքի հետ կապված։ Պատկերացնում եք ԱԱՑ-ն 2 օր հետո այդ հայտարարությունից հետո հերքում է տալիս ասում է չէ ինքը Թուրքիայի գործակալ չէ հիշում եք Արարատ Միրզոյանի վերաբերյալ ինձ թվում էր թե այդ պայն Հայաստանի ԱԱՑ-ի տնօրենը զանգահարել է այն ժամանակ Թուրքիայի արտաքին հետախուզության ղեկավարին ներկայիս արտգործնախարար Հական Ֆիդանին որը ժամանակին արտաքին հետախուզության ղեկավարն ասել խնդրում եմ մի հատ ձեր գործակալական ցանցի ասենք 100,000-ավոր մարդկանց մեջ մի հատ արագ խնդրում եմ նայել Արարատ Միրզոյան կա թե չկա եթե չունեք հավաքագրված մեզ տեղեկանք տվեք բայց ժոպիտա չի առաջացնում այդ ոնց հերքում տվեցին մի քանի օր հետո ասին չէ Արարատ Միրզոյան Թուրքիայի գործակալ չի Արարատ Միրզոյանը ասել էր հորս արև գործակալ չէ Յա ինչի համար եմ ասում այս գործակալ լինել չնելը ընդ որում հիմա ես կարծում եմ որ Փաշինյանը որոշակի առումով նաև խաղի կանոններ է խախտում կամ նախաձեռնություն իրեն չի տերերին են ասել են այսպես պյանս
Իսկ եթե ասենք ռուսական կողմը, ընդ որում Սամվել Կարապետյանն էլ է, չէ՞ վերաբերվում դա այդ հայտնի իբր Սամվել Կարապետյան Facebook-ի աշխատակից գործական։ Իսկ եթե Ռուսաստանը այսպես ձերքի հետ հանկարծ մեկ էլ սկսեց փաստական տպել Հայաստանում այն աշխատակիցները գործակալ լինելու հանգամանքը, որոնք տարբեր տարիներին հավաքագրել են ԱՄՆ-ի կենտրոնական հետախուզական վարչության, Բրիտանիայի MI6 եւ Թուրքիայի արտաքին հետախուզության կողմից, ընդ որում փաստական առանց այսպես բամբասելու։ Ես սկզբունքորեն չեմ բացառում, որ ռուսական կողմը կարող է նաեւ նման արարքներ անել։ Իսկ քանի անուն չի լինի, միգուցե չլնողները ավելի քիչ լինեն։ Չէ, այդպես է։ Ես կարծում եմ, որ գիտեք, ասենք կա որոշակի պայմանավորվածություն, ասենք մի քանի հզոր տերություն մի երկրում ունեն իրենց գործակալական ցանցը։ Օրինակ, Ռուսաստանը ինչ խնդիր ուներ իր դաշնակցի տարածքում աճուձախ գործակալներ պատրաստել, երբ որ իր դաշնակիցներ։ Այսինքն մեր երկու պետությունների մեջ հարաբերությունները, այդ թվում նաև գաղտնիության պահով, մեղմ ասած, կոպիտ ասած, համարյա գաղտնիք չկար։ Ռազմական առումով քաղաքական, որտեղ դաշնակիցներ ուներ պարտավորություններ, փոխադարձ։ Նու գաղտնիք կար այնքանով, որքանով կարևորագույն հարցերի վերաբերյալ համագործակցություններ եւ ասենք ռազմական տեսանկյունից, քանույն քաղաքական, նույնը տնտեսական։ Իսկ որն է տրամաբանություն Ռուսաստանը համատարած Հայաստանում գործակալական ցանց սարքի։ Փոխարենը Հայաստանում գործակալական ցանց ստեղծելու, մարդկանց հավաքագրելու մեծ ջատագով են երկրները, որոնք Ռուսաստանի հետ համարվում են հակառակորդ կամ թշնամի պետություն, այնպիսին ինչպիսին Միացյալ Նահանգները, Բրիտանիան, եվրոպական երկրները, Թուրքիան եւ Ադրբեջանը։ Իհարկե իրենք կուզենային այդ գործակալական ցանց ունենան եւ ունեցան։ Այդ թվում նաեւ Սորոսի հիմնադրամով երիտասարդներին հավաքագրելով եւ այլն, որտեղ իրենց էլ պետք գործակալ Ռուսաստանին, որը մեր դաշնակիցներ, ռազմավարական, մեր բարեկամ պետություններ իրար հետ շատ հարցեր, այդ թվում նաեւ գաղտնիության բարձր աշխարհ ունեցող համատեղ քննարկում են, որոշում են կայացում նախորդ իշխանությունների կողմից։ Գործակալի իմաստը ո՞րն էր։ Իսկ Բրիտանիան, Միացյալ Նահանգները, Թուրքիան, Ադրբեջանը, Գերմանիան, Ֆրանսիան իհարկե ցանկանային Հայաստանում իրենց հակառակորդ կամ թշնամի Ռուսաստանի դաշնակից երկում ունենալ գործակալական ցանց, այսինքն տրամաբանորեն իրականում գործակալները համատարած իմ նշած պետություններն են Հայաստանում ստեղծել եւ ոչ թե Ռուսաստանը, այսքանը կգա պահը, բնականաբար սովաբար պետությունները ձգտում են իրենց հավաքագրված գործակալներին չբացահայտել, բայց ինչ իմանաս, կարող է մեկ էլ գա պահ, որ մի այդպես զորահանդես լինի, շքերթ այդ իմ նշած պետությունների գործակալների Հայաստանում լինելու, իշխանության տարբեր պաշտոններ զբաղեցնելու եւ այլնի հանգամանքի հետ կապված։ Ոչ միայն այդ անձինք պաշտոններ զբաղեցնելու, այլև իրենց ընտանիքի անդամները եւ այդպես շարունակ։ Եվ վերջին հարց Ռուսաստանի նախագահի այցը Չինաստան, պայմանավորվածություններ, ինչպիսի զարգացումներ կլինեն եւ նաեւ այս մասով է ձեր տեսակետը, սա հերթական հրեշավոր հանցագործություններ Կրեմլում, այսպես են մեկնաբանել Ուկրաինայի հարվածը Ստարոբերսկի քոլեջին եւ հանրակացարանին, որի հետևանքով 4 Հիմա գիտեք, օրինակ իմ փոքր թոռը 4 տարեկան, որ հարցնես, օրինակ, ասենք 10-ը մեծ, թե 0-ն։ Ասենք բնականաբար ինքը գիտի արդեն, սովորեցել է, որ 10-ը ավելի մեծ է։ Ես մի անգամ հարցրեցի, ասի 10-ը մեծ, թե 5-ը, թե 6-ը, ասես 10, ասի չէ 5-ն է, մեկ էլ ինձ ցույց է տալիս, ինչ որ խաղալիք բերեց 5 ավտո, ասեց էսի 5-ն է, 5-ը եւ 10-ը, ասես 10-ը ավելի շատ է, ուրեմն 10-ն է մեծ։ Հիմա Հայաստանում քաղաքական գործիչներ կան, որոնք օրինակ չգիտեն, որ 42-ը ավելի մեծ է, քան 0-ն։ Եվ Միացյալ Նահանգները նախագահ Դոնալդ Թրամփի եւ 2 տասնյակ մեծագույն մեծ կապիտալ ունեցող շրջանառու կոնցեռների ղեկավարների հետ գնում են Չինաստան եւ կնքում են 0 պայմանագիր եւ ստանում են մի հատ բանավոր խոստում 200 Boeing ինքնաթիռի գնելու։ Եվ Ռուսաստանը, որը մասնակցում է երկրի նախագահը 5 փոխվարչապետ, առաջին փոխվարչապետի ղեկավարությամբ նախարարներ, ռեգիոներների ղեկավարներ մարզերի եւ գործարարներ
կնքվում է երկու կարևորագույն միջպետական պայմանագիր եւ 40 համաձայնագիր։ Պարզվում է դա ավելի քիչ է, քան 0-ն։ Եվ դա Հայաստանում այդ թեմայով խոսում են քաղաքական գործիչներ, խոսում են փորձագետներ, խոսում են նախկին շատ բարձր պաշտոնատար անձինք, մարդ մտածում է լավ։ Այդ 2 կոպեկը, որ դրսից ստանում եք, ձեր աշկերը այդպես կուրացել, ինչու եք մեր ժողովրդին խաբում։ Ինչու եք իրականությունից հեռու բաներ ասում։ Հույս կապում, որ ԱՄՆ-ը այսպես է, այսպես է։ Այդպես չի։ Այդպես արեցին, որ ժողովուրդը, ասենք, Ֆրանսիային դիտում է որպես բարեկամ պետություն եւ Ֆրանսիայի նախագահին հիմնականում որպես առաջին բարեկամ պետություն։ Բայց ժողովրդին ինչքան կարելի է հիմարացնել, որ Ֆրանսիայի նախագահի անմիջական կազմակերպմամբ, կառավարմամբ, մասնակցությամբ Արցախը հայաթափվեց 22 թիվ հոկտեմբերի 6 Պրահա։ Էմանուել Մակրոնի անմիջական քավորությամբ։ Եվ Մակրոնը պարզվում է հայ ժողովրդի բարեկամն է։ Ինչու, որտեվ կան նման մասնագետ կոչվածներ իբր, որոնք նստած են ֆրանսիական կամ չգիտեմ որ երկրի հատուկ ծառայության ասեղի վրա, որոնց ասում են ասեք, որ Ֆրանսիան պուպուշ է, Միացյալ Նահանգները հզոր է, Ռուսաստանը իզգոյ է, չկա ոչ մի բան, Չինաստանը ոչ մի բան չի եղել։ Որպեսզի մեզ լսողները հասկանան, ես ընդհանրապես մի համեմատություն անեմ։ Չինաստանի ղեկավարը հանձնանում է պետության գլուխը նախագահ, բայց ղեկավար մարմինը քաղբյուրոն է, ոչ կառավարությունը, ոչ էլ օրենսդիր մարմինը, ինչպես խորհրդային միությունում, քաղբյուրոն է որոշում ամբողջ քաղաքականությունը։ ԱՄՆ-ի նախագահին դիմավորեց փոխնախագահը Չինաստանի, որը քաղբյուրոյի անդամ չէ, իսկ Ռուսաստանի նախագահին դիմավորեց քաղբյուրոյի անդամ արտաքին գերատեսչության պատասխանատու եւ քաղբյուրոյին որպես պատասխանատու արտգործնախարարը։ Ցուցիչ եմ ասում, քաշային կարգի։ Կնքվեց 40 համաձայնագիր, 2 միջպետական պայմանագիր։ Շուտով կնքվի նաեւ Սիբիրի ուժը անունը կրող Սիբիրի ուժ 2 գազամուղի վերաբերյալ պայմանագիրը։ Բանակցություններ են գնում գնի շուրջ, դեռևս չեկան ընդհանուր հայտարարի, կգան կնքվի, բայց այդ թեմայով էլ նորից եմ ասում, ԱՄՆ-ի նախագահ հույս ուներ, որ առնվազն տասնյակ պայմանագրեր կամ համաձայնագրեր կնքվեն Չինաստանի հետ։ 500 Boeing-ի վաճառքի պայմանագիր, ընդամենը Չինաստանը խոստացավ 200 Boeing գնելու համաձայնություն է տվել առանց պայմանագրի, բանավոր խոսք, ոչ ավել, ոչ պակաս։ Ոստիև մեզ կարծում եմ նախ իրականությունը պետք չի խեղել մեր երկրի քաղաքացիներն էլ մանիպուլացնել։ Եվ երկրորդ, ինչ նշանակություն ունեցան այդ պայմանագրերը կամ այդ հանդիպումները։ Ես կարծում եմ բազմաբևեռ աշխարհը դե ֆակտո կայացել է եւ Ռուսաստան-Չինաստան այդ հարաբերությունները մեկ անգամ եւս ի ցույց է ԱՄՆ-ի նախագահի եւ ԱՄՆ-ի ազգային էլիտան, ազգային կապիտալ ներկայացող անձանց, որ աշխարհը ոչ թե միաբևեռ հեգեմոն ԱՄՆ-ի առաջնորդությամբ է լինելու, որպես նոր աշխարհակարգ է լինելու է բազմաբևեռ, ընդ որում այդ բազմաբևեռ աշխարհում հիմա մեր հարևան Իրան Իսլամական Հանրապետություն հայտ է ներկայացել իսլամ աշխարհում եւ այդ աշխարհում լինել բևեռ, ոչ միայնակ իհարկե։ Շիա մահմեդական Իրանը ամենայն հավանականությամբ կլինի բևեռ սուննի մահմեդական Պակիստանի հետ, որը փաստացի դաշնակիցն է, Պակիստանն էր, որ տվեց հնարավորություն բանակցությունների, Միացյալ Նահանգների եւ Իրանի ներկայացուցիչների միջև, այնպես որ աշխարհը փոխվում է, իսկ մենք ցավոք սրտի մենք մայրամուտ ունեցող Եվրոպային եւ պոտենցիալ լուծարվող ՆԱՏՕ-ին են կամ Եվրամիությանն ենք փորձում անդամակցել։ Եթե մեր ժողովուրդը սխալ ընտրություն կատարեց, հետո չասենք ոնց եղավ, որ շատ բաներ կորցրեցինք։ Այսպես եղավ եւ մեզանից յուրաքանչյուրի կարծիքից, որոշումից եւ հունիսի 7-ին ընտրությունից է կախված լինելու մեր երկրի ներկան եւ ապագան։ Յուրաքանչյուր քաղաքացուց, ընդ որում մասնակցության բարձր տոկոսով, որտեղ հավանականությունը արդեն շատ մեծ է, որ Փաշինյանը որքան էլ որ օգտագործի այն ռեսուրսները, որի իրավունք չունի օգտագործելու, բայց անգամ այդ ռեսուրսները, կեղծիքները, կաշառումները եւ այլն, որ այդ օգտագործի, անգամ այդ դեպքում
փաստացի ինքը չի վերարտադրելու։ Թեև ես կարծում եմ, որ օրվա իշխանություններին եվրոպական երկրները տվել են պլան B, պլան G տարբերակները, այդ թվում նաև արտակարգ դրություն մտցնելու, այդ թվում նաև իրականում անցողիկ շեմը հաղթարող կառույցներին արգելելու կուսակցություն կամ դաշինք։ Այս պլանները կա։ Հիմա անդիմության առաջնորդների գործն էլ նա է, որ ցանկացած վատթարագույն տարբերակի դեմ կարողանան մշակել, վերլուծել, գնահատել եւ պատրաստվել խոչընդոտելու իշխանությունների կողմից ցանկացած անօրինական քայլերը, որը ընտրությունների արդյունքում հնարավորություն կտա իշխանության վերարտադրությանը։ Այսքանը։